Համաձայն եք այն մտքի հետ, որ 2026 թվականին ձայն տալով Նիկոլ Փաշինյանին ձայն եք տալիս խաղաղությանը։ Ազի ջան, ես Comedy Club-ն եմ սիրում։ Շոուների մեջ Comedy Club-ն եմ սիրում։ Խաղաղության եմ ձայն տալու, բայց երևի չեմ մանում։ Ոչ։ Եթե ավելի լավը կնի, դավին ձեն կտանք, եթե չէ, երևի Նիկոլին էլի։ Որովհետև ոչ մեկի վրա վստահելու չի։ Այո։ Վերջ։ Համաձայնել եմ։ Ոչ։ Չեմ կարող պատասխանել, բայց ոչ։ Դեր խոսք կա, բա ոնց ամենաճիշտը։ Ճիշտ է։ Մեր ինչ, ումը ձայն տանք։ Ասիկը տեսնենք ով է դրել, հլա։ Հələ չգիտենք ով է դրել։ Թեկնածու ով է, գիտեք դուք։ Չգիտեք։ Դե որ իմանանք է վախտին կտանք։ Ոչ։ Ոչ, համաձայն չեմ։ Որտեվ ինչ խաղաղություն։ Անընդհատ մի բան պատահում է, այդքան հողատվե, այդքան մարդազոհվել, ինչ խաղաղություն։ Ավելի վատ է լինելու 26 թվին, եթե ինքը ընտրվի։ Աղջիկ ջան, ես խնդրում եմ հարցնից մի դրել եմ։ Ես Դան դուրս գամ, խնդրում եմ միասը։ Համաձայն։ Այո, համաձայն եմ։ Չգիտեմ ինչի, ես վստահ եմ, որ տենց բան։ Ոչ։ Ոչ։ Իհարկե։ Մեր բառով իհարկե։ Չէ, համաձայն չեմ։ Այո, միանշանակ։ Հա, համաձայն։ Ոչ։ Վստահ չեմ կարող ասել, չեմ կարող վստահ ասել, չգիտեմ։ Ես լավ գաղտնիք է։ Ես քաղաքականությամբ ճիշտ չեմ զբաղվում, բայց ով կարա նենց ղեկավարի, որ ինչ տարել են հետ բերեն, թո նա էլ լինի։ Ես խաղաղության կողմնակից եմ աղջիկ։ Ով որ խաղաղության կողմնակից է, ես իրա կողմն եմ։ Մենք հերիքա ինչ-որ տանջվեց։ Ինձ ուրիշ բան չի հետարկում, միայն խաղաղություն։ Այո, միանշանակ։ Գիտեք, դա երկու կողմանի հարց է, ես կարող եմ ասեմ, ըստ բան, որ ինքը հիմիկվա վարչապետ է, ես յան հարգում եմ, բան չեմ կարող ասեմ, իսկան էլ ես ժողովուրդը թերություններ ա գտնում եւ այլը, ինձ թվում է պետք է մի քիչ այլ ձևի դրա նայենք։ Փորձեմ ասեմ, խաղաղությանը տալիս եմ, բայց հարցեր կա, որը պետք է ինքը մի քիչ այլ գիտեք ոնց, ես ուզում եմ այսպես պատասխանեմ, ժողովրդի մեջ կա շատ, բավականին շատ հարց, որը Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի, անկեղծ եմ ասում, որի հետ անհնարին է համաձայնվել, այդ ժողովրդի որոշումը, քայլելը համարյա ամեն ասպարեզում։ Ուրեմն ասեմ մի բան ձեզ, մենք պետք ունենք առողջ բանականություն, ովքեր առողջ մտածենք բոլոր հարցերի շուրջ։ Առաջերտին կարդալով Աստվածաշունչը ես հասկանում եմ, որ աշխարհը երկար չի տևի։ Ձեր հարցը ինչպես էր։ Որ 2026 թվականին ձայն տալով Նիկոլ Փաշինյանին ձայն եք տալիս խաղաղությանը։ Ես համաձայն եմ վարչապետի հետ, որովհետև այստեղ ինքը խոսում է բարեկամության մասին, միաբանության մասին, սիրո մասին։ Հասկանում եք, եւ այսպես խոսում է եւ Աստվածաշունչը, մենք պետք է ժամանակի շարքում մենք վատ ենք եղել Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, բայց այսօր ճանապարհը բացվում, որ մենք կարող ենք միաբանության մեջ սիրով ապրել։ Ես ընդունում եմ վարչապետի խոսքը, ինձ համար դա հոգի հարազատ է։ Իսկ մենք հայերս հասարակությունը պետք է շատ սիրենք, շատ հարգենք, իրար չվնասենք, որպեսզի Աստծո փառքը տեսնենք մեր անձնապես մեր ընտանիքներում։